Ամեն ինչ պետք է իմանալ, որպեսզի միևնույն ժամանակ ճարպ կորցնել ու մկան հավաքել։ Միանգամից ասեմ, որ այս հնարավոր է, եթե ամեն ինչը ճիշտ անել, սակայն ստեղ շատ մեծ կարևորություն ունի այն, թե մենք ոնց ենք մարզվում, կալորիական դեֆիցիտի մեծությունը ու տևողությունը։ Ավելի փոքր կալորիական դեֆիցիտները, որոնք լինում են միջինում մինչև 500 կալորիա, սակայն այս թիվը շատ ինդիվիդուալ է ու կարա տարբեր մարդկանց համար տարբեր լինի, մեր օրգանիզմի կողմից չեն ընկալվում որպես սթրեսոր։ Իսկ մոտավոր 500 կալորիայից մեծ դեֆիցիտները արդեն սկսում են ընկալվել որպես սթրեսոր, ու այս երկու դեպքը բավականին մեծ ֆիզիոլոգիական տարբերություններ ունեն։ Այս վիդեոում կքննարկենք կոնկրետ ավելի փոքր դեֆիցիտները, որոնք սթրեսոր չեն հանդիսանում։ Որպեսզի հասկանալ, թե կալորիական դեֆիցիտը ոնց է ազդում մկանային աճի վրա, առաջին հերթին կարևոր է հասկանալ, որ մեր մկանները երբեք ստատիկ անփոփոխ վիճակում չեն։ Մեր օրգանիզմում միշտ շարունակաբար համ սինթեզվում են, համ քայքայվում են մկանային սպիտակուցներ, ու այն թե մեր մկանները աճում են թե փոքրանում, կախված է այս երկուսի հարաբերակցությունից։ Օրինակ ուժային մարզումները մոտ 2 օր տևողությամբ բարձրացնում են մեր մկանային սպիտակուցի սինթեզի մակարդակները, ինչի հաշվին մեր մկանները այս պերիոդի ընթացքում աճում են։ Սակայն երբ մենք կալորիական դեֆիցիտում ենք, ընդհանուր մկանային սպիտակուցի սինթեզի մակարդակները իջնում են, ինչը նշանակում է, որ համ մարզումից մարզում տեղի ունեցած մկանային ատրոֆիան ավելի շատ տեղի ունենալու, համ մարզումից ստացած մկանային աճը ավելի քիչ է լինելու։ Այս նշանակում է, որ կալորիական դեֆիցիտում լինելուց մկանների մարզման հաճախականությունը ել ավելի մեծ կարևորություն ունի, քանի որ մենք ուզում ենք այս մկանային ատրոֆիայի պերիոդները մինիմալի հասցնել։ Ամենաիդեալական տարբերակը այն է, որ բոլոր մկանները օրու մեջով մարզես, այսինքն անես կամ upper lower ամեն օր, կամ օրու մեջով full body։ Կալորիական դեֆիցիտի պատճառով նաև նվազում են մեր գլիկոգենի պաշարները, ինչի պատճառով մենք մարզումների ժամանակ նաև ավելի քիչ էներգիա ենք ունենալու։ Ու այս նաև առաջացնելու է ավելի շատ excitation contraction coupling failure։ Այս նշանակում է երկու բան։ Կալորիական դեֆիցիտում մարզումներից վերականգնվելը ավելի դժվար է, ու նաև մարզման ընթացքում շատ մոտեցումներ ու վարժություններ անելը ավելի քիչ իմաստալից է լինելու, որովհետև մարզման ընթացքում դու ել ավելի ես քչացնում քո մկանային գլիկոգենի պաշարները, ինչի պատճառով մարզման վերջին վարժությունների կատարման որակը նվազելու է։ Այս նշանակում է, որ կալորիական դեֆիցիտում ավելի խելամիտ է ունենալ ավելի կարճ պարապմունքներ ու ամեն ձևով փորձել մինիմալի հասցնել calcium unrelated fatigue-ը։ Սրա համար ես խորհուրդ կտայի անել ցածր կրկնություններ, ծանր քաշերով, օրինակ մի 5-ից 8, ու բոլոր վարժությունները անել մի մոտեցումով, հատկապես եթե դու արդեն օրու մեջով մարզում ես բոլոր մկանները։ Երկրորդ մասում կխոսանք ավելի մեծ կալորիական դեֆիցիտների դեպքերի մասին, որոնք որ հանդիսանում են սթրեսոր։ Ու նաև կխոսանք նրա մասին, թե ոնց հասկանալ, թե քո օրգանիզմի համար ինչքան մեծ դեֆիցիտն է հանդիսանում սթրեսը։